Բարի երեկո աշխարհասփյուր հայությանը, ողջույններս բոլորին, այսօր օգոստոսի 2-ն է, շատերիդ համար երկար սպասված, միգուցե եւ պատկերացրել եք, որ հեսա նոր էջ ենք սկսում, նոր կյանք ենք սկսում քաղաքական ոլորտում, իմ համար ոչ մի բան սպասելի չկար, այն ինչ որ կատարվում է այսօր ազգային ժողովում արդեն նոր падգամավորների ներկայությամբ, սրա մասին ես մի քանի անգամ ասել եմ, որ գնալու եք էլի նույն 5 տարվա պատմությանը, նույն 5 տարվա կինոներին։ Կինոն սկսվել է, всё, խնդրեմ, մանկապարտեզի այդ process-ները, դաստիարակ չականընդից ամբիոնից ասեն, լռություն էստեղ, լռություն այնտեղ։ Ես գիտեք ինչի վրա եմ։ Ես վատ կզգամ, որ ինչ որտեղ հավաքված զրուցելուց իսկ ազգային ժողովում եթե դա լինի, եթե ազգային ժողովում էլ ինչ որտեղ հավաքատեղի է, ինչ որտեղ խնջույք է, ինչ որտեղ չգիտեմ, նույնիսկ Համադան կենացա ասեմ, ուրախությունա, չէ։ Եթե ինձ երկրորդ անգամ նկատողություն անեն, ասեն լրի, միկրոֆոնս ուզեն անջատել, ես վատ կզգամ, կամաչեմ։ Արա 5 տարի է անջատեք խոսափողը, եւս 5 տարի լսելու ենք էդի։ Դուք տեսեք ինչ եմ ասում։ Հարգելի այսօրվա ազգային ժողովը աթոռները զբաղեցրած падգամավորներ։ Ես ձեզ քաղաքավարի ձևով այդ մարդիկ, ովքեր որ մտածել են մտնեն ազգային ժողով ու վերածեն ազգային ժողովը քաոսի, ես ձեզ շատ նուրբ ձևով զգուշացնում եմ։ Բոլորդ լավ ճանաչում եք ինձ, նույնիսկ մեջներիդ մարդիկ կան, ովքեր որ սովորեցրել եք ինչ որ տենց կենթանատեսակների հարձակվեն իմ վրա, տենց ցեղ շպրտեն, ինչ որ բաներ անեն իմ ուղղությամբ, իբր թե իմ բարոյական դիմագիծս սևացնեն։ Դուք գիտեք չի ստացվում դա, ինչի, որովհետև իմ մաքուր ապրած կյանքը թույլ չի տալիս, որ ցեղ կպնի ինձ։ Հիմա ձեզ զգուշացնում եմ, ես ոչ թե ձեր հանդեպ տրամադրվել եմ զուտ նրա համար, որ դուք իմ հանդեպ տրամադրված եք։ Ես ձեր հանդեպ հիմա ասում եմ, տրամադրվելու եմ, եթե դուք ձեր կոնկրետ պարտականություններով չզբաղվեք։ Ազգային ժողովի աթոռները զբաղեցնելը դա զբաղեցնելու համար չի, դա գործ անելու համար է։ Առաջին օրն արդեն դուք գիտեք ինչի հաստատություն եք արտնացել ժողովրդի մեջ։ Դե եկեք ինչպիսի ժողովրդի մեջ տրամադրությունը ընդհանրապես ձեր պահվածքով։ Ես առողջություն նախ չունեի, միջև վերջ ձեր այդ զրույցները լսեմ, հատվածային տեսնում եմ կրկնողությունն է այս 5 տարվա կամ էլ 8 տարվա։ Չէ 8 տարի չէ, լավ, 5 տարին հաստատ։ Որտեվ 18-ից 20 թիվը մենակ ասում էին գեյերը կներեք խոսքիս համար էլի Եվրոպայից գալու են լցվեն Հայաստան, չգիտեմ ամուլ սարը քանդեցին, տվեցին, թուրքերը գրավեցին, չգիտեմ, սենց զրույցներ, այսինքն անհեթեթություններ էր դրանք, որ ուղղակի բան չկար անելու, մինչև 20 թիվը ձգում էին, որ գա պատերազմը, պատերազմից հետո իշխանափոխություն անեն եւ շարունակվեն ինչ որ եղել է 97-98 թվերից այս կողմ։ Հայաստանում ինչ եղել է 99 թվին, այդ երազանքով ապրել եք ու շարունակում եք ապրել։ Ես այսօր երկար եթեր չեմ անելու, ես դες ուղղակի տեղեկացնում եմ ես որ կամ։ Ես հանգստանում եմ, ինչպես դուք մի ամսով վերցրել եք արձակուրդ, ես մի 10 օր այժմ կամ 2 շաբաթ էլ ես էի արձակուրդ ինքս ինձ տվել, համացանցից ես չեմ կտրվելու։ Եթե ես նույնիսկ բացակայեմ երկրից ժամանակավոր, ես չեմ բացակայելու քաղաքական կյանքից եւ չեմ լքելու Հայաստանը երբեք։ Սա ձեզ նախազգուշացում, սա ձեզ տեղեկություն, որ չփորձեք դուք ձեր այդ կինոներով ներգրավելով ձեր այդ ծախված բլոգերներին եւ լրագրողներին, փորձեք sense աուրա փոխեք, մտնոլորտ փոխեք երկրում։ Երկրում մտնոլորտը փոխելու եմ ես։ Ես ձեզ զգուշացնում եմ։ Հիշում եք ինչ եմ ասել 23 թվին, որ տեղահանվել եք Արցախից։ Ասել եմ Արցախի ներկայացություն դուք ով եք, ինչ եք դեն անում։ Ուր Արցախի ներկայացությունը։ Մարդա մնացել են դե։ Նայեք չքոչեցնեմ ձեզ ազգային ժողովից։ Դուք ձեր վատ մտքերով իբր եկել եք դե պայքարի ձև է էլ իշխանության հերրացնելու։ Փողոցում չի ստացվել 61 անգամ պայքարից հետո մտնենք ազգային ժողով, մանդատները վերցնենք, կարող է ստացվի հերրացնենք։ Ձեր հերրացումը ավելի շուտ է լինելու, քան թե իշխանության։ Չփորձեք դուք գործողություններ կատարեք իշխանություն փոխելու համար։ Կատարեք գործողություններ ի նպաստ պետության, ես ինքս կօգնեմ ձեզ իշխանափոխություն, եթե տեսնեմ դուք նպատակ ունեք։ Բայց դուք նպատակ ունեք արդյոք։ Լսեք, այդ որ անձնապես կամ անուններով չեմ անդրադառնում, դա չի նշանակում ես որ
ձեր մասին բաներ չգիտեմ, ձեր ապրած կյանքում, ձեր նպատակների։ Լսեք ինչ եմ ասում։ Վերջո նախ ես հայ ազգի ոչ մի հատվածի քաղաքական մտածողություն ունեցող մարդկանց ինձ երբեք ճշտամի չեմ համարել։ Դուք իմացեք, որ ձեր մերձավոր շրջապատից ինձ նաև հասցնում են տեղեկություններ, թե դուք ով եք ձեր ապրած կյանքում եղել։ Բայց քանի որ ես ճիշտ չեմ համարում, ուզում եմ պատգամավոր լինի, ուզում եմ դատավոր լինի, ուզում եմ ոստիկան եւ ընդհանրապես որևէ պետական պաշտոնյայի անձը դնել քննարկման, դա չի նշանակում ես որ չգիտեմ շատերիդ մասին շատ բան։ Բայց ես դա ճիշտ չեմ համարում։ Դրա համար ձեզ գլոբալ գնահատական տվեցի, որ դուք ձեր այդ պահվածքով, եթե դուք մտածել եք այն ինչ որ արել են 2021-ից 26 թիվը, դες բունտեր են արել, չգիտեմ, հացադուլ են արել, գործադուլ, ցույցեր, փողոցներ փակել, ազգային ժողովի падգամավորի գործը փողոցներ փակելը չի, ոչ էլ ապստամբություն բարձրացնել, ազգային ժողովի падգամավորը լիքը գործեր ունի, որ ասում է Օղորմածիկ պապուս ասած քիչ սրբելու ժամանակ չունեմ։ Այդ դու քիչ սրբելու ժամանակ եք գտնում հələ իրար կոկորտ կրծում, իրար վրա ցեղ շպրտում։ Սա մեկ։ Լավ, այս տեղեկություն որ դուք իմանաք, ես քնած չեմ։ Ես զարթուն եմ ու զարթունել մնալու եմ։ Ինչքան այդ ողորմելիներին էլ իմ ուղղությամբ քսի եք տալիս, լուրջ եմ ասեմ, մենակ ինչ ճանաչելիություն եք տալիս հանրության մոտ, ովքեր որ չեն ճանաչել, մտնում են ծանոթանում են էջիսպան, տեսնում են որ իրականությունից խոսացող մարդ է։ Չեմ ասում ճիշտ ենք խոսում, լավ ենք խոսում, դա արդեն գնահատական թողնենք ժողովրդին։ Որը ժողովուրդը այնքան հիասթափվել է կեղծավորությունից, ապա տեղեկատվություններից, այնպես երազանքային, չգիտեմ, էմոցիոնալ զրույցներից, որ լավ գոնե մտնում է տենում ինչ որ կա դրանից ենք խոսում, հետևորդ է դառնում ինձ։ Մի իմ ռեյտինգը բարձրացրեք, ես դրա կարիք չեմ ուզում, հանգիստ ձեր գործով զբաղվեք, ես էլ խոսք եմ տալիս, ձեր լավ կատարած գործը, աշխատանքը, ձեր բերած օրինագծերը, որը պետքա մեր ժողովրդին օգտակար լինի, ես խոսք եմ տալիս, աչքերս փակ, ինչպես արդարադատության արձանիկն է, աչքերը փակա չէ այդ արձանիկի, կշերքը ձեռին, այդ ձև ես կշիռը պահելու եմ, ես չունեմ ոչ մի անձնական շահ, չունեմ անձնական հետաքրքրություն, չունեմ որևէ կուսակցության հետ կապ, ես ունեմ կապ իմ պետության հետ, իսկ այդ պետության համար կուզի իշխանական կողմը լավ կաշխատի, կուզի ընդդիմադիր, ես ձեզ խոսք եմ տալիս, եթե ձեր գործողությունները հարգելի ընդդիմադիրներ, հարգելի իշխանականներ, եթե ձեր գործը ի նպաստ լինի պետությանը, ժողովրդին, ես լուսաբանելու եմ այդպես, ինչպես որ կա, եւ փորձելու եմ նաեւ ձեր համար որևէ չափով վարկանիշ պահել։ Եթե տեսնեմ հակառակն է գնամ, ես ձեզ խոսք եմ տալիս նույնպես այնպես անել, որ այդ ամեն ինչը ձեր գլխին ջարդվի։ Չեմ կարող անեմ։ Ասում եմ խոսք եմ տվել Արցախի ներկայացություն, հասկացողություն չպետք է լինի։ Ուղղակի արցախցիներին, քանի որ տրամադրել էին ին վրա, արցախցիները իմացել են Արցախի ներկայացություն փակել բանը, դա դավաճանություն է, դա Արցախ չսիրել է, արցախցիներին չսիրել է։ Մի տարի անցավ տենամ արդեն իրանք ինքնուրույն բողոքներ են ներկայացնում, պահանջներ են դնում, Արցախի ժողովուրդը պահանջներ էր դնում ազգային ժողովի 22 падգամավորներին, այդ վտարանդի կառավարությանը, բան ասում է եկել եք ստե լավ դիրություն արեք։ Տեսեք հիմա ես ձեզ նույնն եմ ասում, ինչպես ժամանակի հարց է, ես ասել եմ 3 տարի առաջ Արցախի ներկայացություն, հասկացողություն չպետք է լինի, կարա լինի արցախցիների սոցիալական, ֆինանսական, առողջական, չգիտեմ եւ այլ գործերով ինչ որ ներկայացուցիչներ, արցախցիների, սրանք տարբեր իմաստ է։ Ու դա կարող է լինի էլ, եթե պետք է լինի, բայց կարծում եմ արցախահայությունը ամենաճիշտն է լիարժեք ինտեգրվի Հայաստանի Հանրապետության բնակչության քաղաքացիների հետ, ստանալով անձնագիր, ստանալով այդ թվում նաև սոցիալական տարբեր աջակցություններ, ծրագրեր, բնակարանաշինություն, բնակապահովման ծրագրից օգտվեն, ինտեգրվեն ամբողջությամբ Հայաստանի մեջ եւ չունենան նույնիսկ ինչ որ ներկայացուցիչ կարիք։ Որտեւ այդ ներկայացուցիչներ Արցախի կլինի արցախցիների, դրանք փող աշխատելու, դրանք փող լավանալու, չգիտեմ, իրանց սեփական գրպանները լցնելու, կոկորդիլոսի արցուկներ թափելու, բայց իրանց կյանքում բերանները մչեվակաժների տակը բացած քրքռալով ֆռում են Երևանում։ Այդ որ անուններ չեմ տալիս Արցախի ներկայացությունից այդ պաշտոնատարների, որ չեմ անդրադառնում նախ չեմ ուզում արժևորել, չեմ ուզում իրանց ես ընդհանրապես ուշադրություն դարձնել, բայց տեսնում եմ, չէ՞ ինչ է կատարվում։ Այդ կապիկությունները, այդ կոկորդիլոսի արցուկները ժողովրդի առաջ շախտալու։ Հալավ կարա, այսօր ինտերվյու տակ ցույց տակ ինչպես մտահոգ եք։ Ես սա հետևում եմ։ Իմ անալիզի կոլ բան, այնա միշտ ձեռս։
Սաղիտ անալիզ եմ անելու, խոսքերը, ֆիլտրացիա եմ անելու, սաղը դնելու եմ իլույս փռեմ հանրության առաջ։ Զգուշացեք, ես ձեզ դա ասում եմ, հետո անցակ չեմ կարող էլ լռել։ Ժողովուրդ ջան, կներեք, եմ բորբոքված եմ, չեմ կարող լռել։ Բայց սրաստա, արի ձեզ ձայն են տվել ժողովուրդը, այն ակնկալիքով, որ դուք իրանց հոգսն եք հոգալու, իրանց մասին եք մտածելու։ Շարքայինից մինչև վերև, մանուկից մինչև ծերության մեջ մարդիկ սաղ հիասթափված են ձեր հետ։ Հələ առաջի օրն է, հələ մտել արդեն ադրբեջանական թեզ եք տանում, թուրքական թեզ եք տանում։ Սենց լավ էլի, որ կամերիկ կանջատ են։ Կամերա չլինի, լարագրող չլինի։ Մի հատ իրար մեջ ճշտեք ձեզանից ով ընդհանրապես օտար երկրագործակալ։ Ես չեմ հասկանում, դուք ներկայացնելով Հայաստանի Հանրապետության, ներկայացնելով ժողովրդին, իրար ասում եք, որ Ադրբեջանի կամ Թուրքիայի գործակալը։ Ճիշտ է։ Դրանով ում եք վնաս տալիս, իմ պետության իմ ժողովրդին, դրսից նայող մարդը, թեկուզ Թուրքիայից Ադրբեջանից նայող մարդը, sense խոշորացույցը դնում ասում է, հələ սպասի տենանք մատերի վրա էլ հաշվենք, տենանք քանի ադրբեջանական գործակալ կա ազգային ժողովում Հայաստանի։ Այդ իրանց եք ուրախացնում։ Այդ ձեզ թվում է օրինակ Ռուբեն Ռուբինյանին ասեցիք Թուրքիայում վերբովկա եղած է, ինչ որ ասում են ընդ քեզ համակարգել են, ինչ են արել, չէ՞։ Լսեք, կամերեքը որ անջատ եք այդ ազգային ժողովի։ Կմոտիկանաք այդ հարցը կտակ, առաջինը, երկրորդը։ Լսեք ինչ եմ ասում։ Ձեր մասին շատ բան եմ լսել։ Հիմա ես sense կարակեմ օդ ընդհանրապես իմիտացիա ստեղծեմ ժողովրդի մոտ, որ տեսեք բան, այլ էս մեկը ազգի դավաճան է, էս մեկը ռուսի գործակալ։ Հասկացանք, որ դրանցից ձեր մեջ կա։ Բայց երբ որ դու անձին ես անդրադառնում, անհատին ես անդրադառնում, ասելով Թուրքիայի գործակալ, հավաքագրված, համակարգված, դու պետք է ապացույց ունենաս։ Դու գիտես, падգամավորի բերանից հնչված խոսքը, դա պետք է լինի փաստաթղթավորված, իրավաբանական, չգիտեմ, հիմնավոր։ Ինչ փաստաթուղթ ունեք, որ այդ մարդը հավաքագրված է։ Խոսքի ձեր խմբակցության մեջի մարդիկ Թուրքիայի հետ առևտուր կարող է ունենան, նրան Թուրքիա հանգստանան, նույնիսկ կարող է եւ ուրիշ կապեր ունենան, ես չգիտեմ դա։ Բայց խիչ եք ձեզանից խոսում, կամ էդի խոսալու բան ազգային ժողով։ Ազգային ժողովը դրա համար որ գնաք իրար մեղադրեք։ Ուրեմն բերեք փոխեք։ Այդ շենքի անունը չպետք է ուրեմն մնա ազգային ժողով։ Կամ եթե մնում ազգային ժողով, դուք պետք է փոխվեք։ Հասկացաք։ Գնացեք ձեր վրա աշխատեք, մի հատ ընթերցեք ընդհանրապես օրենսդրություն, թե դուք ինչի համար եք այդտեղ հավաքվել։ Եվ ընդհանրապես պետություն հասկացողություն, պետական ինստիտուտներ հասկացողություն, սրանց կարևորությունը դուք գնացեք փնտրեք եւ հետո ձեզ կգտնեք տե։ Եթե չգտնեք տե, դուրը բացա, հենց գնացեք ձեր գործերով։ Չամադան, վокзал, ոնց ասե Ժիրնովսկին։ Հիասթափությունս հետո ուսամ։ Երկրորդը լսեք ինչ եմ, նախ ես առաջի հերթին այսօրվա իշխանությունից եմ դժգոհ, որ այնպես է PR արել, թեկուզ սև PR, հակագովազն էլ է գովազ, չէ՞ ասում են, որ այսօրվա ֆինանսական մեծ ուժի կամ ֆինանսների տիրապետող մարդիկ, մեծ ռեսուրսներ ունեցող մարդիկ դարձել են քաղաքական գործոն։ Ոսկի դուք պատկերացնում եք, ես բժիշկ չեմ, ու ինչ որ բժիշկների հետ մտնեմ վիճաբանության մեջ, բայց ես գիտեմ էլի արյան անոթները ոնց ասենց գնում սրտի անոթների միանում, արյան շրջանառությունը էսա կատարվում, ճնշումը սենց պետք է, նենց պետք է, սենց մի երկու բան լսած եմ, ասեմ ստեյցն, դեից վիճաբանության մեջ մտնեմ, այս ակադեմիկ կամ պրոֆեսոր, դոկտոր բարձրաստիճան էլի որ բանա բժիշկ է, սկսի իմ հետ վիճաբանության մեջ։ Ժողովուրդ են էշի ու վագրի պատմությունն է, էլի, հասկանում եք, որ վիճում են գնում հասնում առյուծի մոտ։ Հիմա ես ուզում եմ ուղիղ մեղադրանք հնչեցնեմ Նիկոլ Փաշինյանին։ Այ մարդ, Սամվել Կարապետյանը որ օրվա քաղաքական գործիչն է եղել, որ դու հակամարտության մեջ ես մտել, փոխհրաձգության մեջ ես մտել քարոզարշավի ժամանակ։ Ու իսկապես քո նպատակը չէ՞ որ ինքը մտներ ազգային ժողով։ Այս ամենի ես ասում եմ, սա դժբախտություն էլ կարելի է որակացնել, որովհետև եթե պետական մարմինները պետք է ներկայացնեն այդ ձեւի մարդիկ, մեծ ֆինանսների տիրապետող, բայց քաղաքական միտք չկրող մարդիկ, սա արդեն դժբախտություն է, ժողովուրդ։ Պարոն Փաշինյան, հանգիստ թողնեիք Սամվել Կարապետյանը իր բիզնեսով զբաղվեր, այնպիսի մթնոլորտ ստեղծեիք երկրում, որ քաղաքական միտք ունեցող մարդիկ շահագրգռված մտնեին ազգային ժողով։ Եվ իսկապես 19 ուժի մեջ կային էլի մարդիկ, ովքեր որ ունեին քաղաքական պատկերացում, ունեին քաղաքական տեսլական, միտքը պարզ, լուսավոր, հայրենանվեր, պետականամետ, ինչու՞ չեք այդպես արել։
Բերել այդ մարդկանց հիմա դրել եք, այդ մարդկանց էլ եք վատ դրության մեջ դնում։ Իրանց ժամանակն էլ է կարճ։ Մեկը վաղ թե ուշ, իրանց մոտ չձևավորվելով որևէ քաղաքական միտք, նույն իրանց ընտրողի մոտ հիասթափություն ալնելու։ Սա նույն 16-15 պատանյական տարիների սիրահարվածությունն է, այդ ժողովուրդը որոշակի հիասթափություն ունենալով օրվա իշխանությունից, որոշել են, որ իբր իշխանափոխություն անեն եւ գցել բռնել են, որ օրինակ Սամվել Կարապետյանը այդ պաշտոնում ավելի կսազի։ Դե սիրուն տեսքով մարդ է, փող ունի, եթե փող ունի, ուրեմն խելքել ունի, դե որ խելք ունի, ուրեմն կարա վարչապետ լինի։ Ես էլ ասում եմ, լսեք, անխելք մարդ չկա այս աշխարհում։ Բոլորն էլ ինչ որ չափով խելք ունեն, բայց բոլորն էլ ունեն ինչ որ ուղղություններ։ Բոլորն էլ ունեն ինչ որ հետաքրքրություններ։ Բոլորն էլ ունեն ինչ որ միջավայրում իրանց տեղը գտնելու եւ իրավունք, եւ փորձ, եւ ցանկություն։ Հիմա բերել եք ազգային ժողով Սամվել Կարապետյանի խումբը, այդ մարդիկ արդեն սկսել են ադրբեջանական գործակալ, թուրքական գործակալ եւ այլն եւ այլն։ Ժամանակ ես ուզում եմ իրանց ընտրող մեր հայրենակիցները հենց իրանք ժամանակ դնեն այդ ուժերի դեմը իրանց ընտրված падգամավորների։ Ես արդեն իրավունք չունեմ, որտեվ ես իրանց չեմ ընտրել։ Ես եթե ընտրեի հրապարակային կասեի, հարգելի պարոն Սամվել Կարապետյան, ես քեզ ընտրել եմ այսիշ գործերի համար, բայց ձեզ ընտրող հայրենակիցները պետքա ձեր առաջ դնեն արդեն ուզում եք էդի թեկուզ շանտաժ թող ասեն մեկ ձեզ ընտրել ենք դուք պարտավոր եք մեր համար ծառայել։ Վերջի 700 քանի հազար իշխանությանն է չէ ընտրել։ Այսինքն դուք ուզում եք ասեք չեք հարգում այդքան մարդու ընտրությունը։ Համակերպվեք, всё ուրիշ տարբերակ չկա։ Մտել եք ազգային ժողով, ձեր պարտականություններով զբաղվեք։ Մեր ժողովրդի հանրային կյանքը մի պղտորեք։ Մեր ժողովուրդը լիքը բաներ է լսում։ Վայ կործանվեց երկիրը, վայ հազնին հողերը, վայ ծախին հողերը, վայ Թուրքիային միացանք, մի մասն էլ ասում է Ռուսին միացանք։ Հասկանում եք, դուք սրանով ընդհանրապես հարվածի տակ եք դնում ժողովրդին։ Գնացեք ձեզ այնպես պահեք, որ ժողովուրդը գիտակցի, հասկանա եւ ուրախանա, որ ազգային ժողով պատվիրակել է քաղաքական կերպարներ, ոչ թե ընդ ինչ որ փնովողներ, չգիտեմ, զրպարտողներ, չեմ ուզում ուրիշ ավելի վիրավորական բառերով էլ ասել, որովհետեւ հարգում եմ պետական ինստիտուտ եւ նույնիսկ սրա մասին խոսելով ես բորբոքվում եմ։ Խոսքը վերաբերում է ազգային ժողով, ազգ հասկացողությունը դա արդեն մի մեծ բան է։ Ուրեմն կրկին նորից ասում եմ, կամ փոխում եք այդ անվանումը, կամ էլ եթե դուք մնում եք, դուք փոխվեք։ Հետո այդ ֆինանսները մեծ տիրապետող ուժեր եւ ընդհանրապես ազգային ժողովի նախկին իշխանության ներկայացուցիչներ Ռոբերտ Քոչարյանի թիմն է, Սամվել Կարապետյանի թիմի մեջ էլ կան մարդիկ, ովքեր որ նախկին իշխանության ներկայացուցիչներ են եղել, մասնիկ են կազմել երկար տարիների կառավարման։ Ես անցյալ տարի ֆռում գնում եմ Մեղրի, Ագարակ, այդ կողմերը, ընդ ոսկու հանքը բան։ Դուք գիտեք, որ ընդ ռուսները փայ ունեն։ Այդ մեկ։ Երեք շորժայի։ Շորժա Վոլֆրամի հանքը գնացի տեսա ցույց տվին ինձ։ Հա, շորժայից լավ եղբայր տարավ ցույց տվավ։ Այդ հանքը չի աշխատում, ինչ որ օֆշորի մեջ ա եղել։ Մեր երկրում գիտեք ինչքան ռեսուրսներ կա։ Խիչեք ներդրել նախկին իշխանություններ։ Բախիչեք դուք մի բան արել, այդ ռեսուրսը, այդ փող ֆինանս դառնա։ Եվ բացի դրանից, չեք արել։ Ես չեմ հասկանում այդ ձեզ։ Լավ, մեր պետությունը չեք արել, որ հարստանա, չի հարստացել։ Լավ, այս աղքատ երկրում դուք ինչպես հարստացաք։ Արա ամենավատը, գիտեք ինչ է։ Մեր պետությանը թողել եք լիքը պարտքեր։ Յուրաքանչյուր Հայաստանի հայ քաղաքացու, այդ ում եւ Արցախի, Արցախահայությունը ժողովուրդ ջան, ընդունենք, որ բոլորս էլ հարկ ենք վճարել։ Սովորական մենք Արցախի ժողովուրդս, մենք պետական հարկ տուրք ենք վճարել։ Վճարել ենք ամեն ինչ, ապրել ենք մեր երկրում, շենացնելու համար, ուժեղացնելու համար, ուրեմն գիտեք վերջում ինչա պարզվել։ Մենք մեր հարկերը վճարել ենք, վարչական տուգանքները, տույժերը։ Պարտք չենք մնացել պետությանը։ Ուզում եմ պետությունը պարտք աշխարհին։ Հիմա հարց եմ տալիս, պարոն Քոչարյան, պարոն Սերժ Սարգսյան։ Խիա գոյացել այդ պարտքերը որ։ Խի մեզ հարց տալիս, որտեղ դուք ազգային ժողովում ուզում եք հանդես գալ որպես ավելի հայրենասեր, ավելի պետականամետ ինչ որ քաղաքական կերպարներ եւ ձեր ուժի գլխավորությամբ, ձեր падգամավորների։ Հարցից կարաք պատասխանեք, ինչպես կարող է 3 միլիոն բնակչությունը իր հարկերը տուրքերը վճարի պետությանը ու պետությանը պարտ չմնա, գազի փող, լույսի կոմունալ ամեն ինչ։ Հողի հարկ, տան հարկ, ավտոյի հարկ սաղ տվել է քաղաքացին,
Չտվողին էլ հարկադիր են կողքել տունը ձեռից վերցրել։ Ինձ բացատրություն տվեք ու ամբողջ աշխարհի հայությանը բացատրություն տվեք։ Մեր տված փողերը ուրա գնացել։ Ինչու ենք մենք պարտ չենք մնացել պետությանը, բայց մեր պետությունը պարտ կա մնացել ուրիշ պետությունների, միջազգային բանկերի։ Ինչպես է ստացվում։ Ստե մի փոքրիկ ինչ որ սենց շրջանցող զրույց ունեք, բանակ ենք զինել։ Ինձ այդքանը ասում։ 2008-ից 10 թիվը ծառայող, այնուհետև 14, 13, 15 թվերին պայմանագրային ծառայող, այսինքն կարելի է ասած 8-ից մինչև 15 թիվը ներկա եմ եղել բանակում։ Ծառայել եմ պայմանագրային եւ որպես պարտադիր ծառայություն։ Չեմ տեսել էլի որ խոսքի ձեր AK-74-ը դառնալ AK-86, այսինքն ոչ կալիբրի, տրամաչափի աճ ա եղել, ոչ զինատեսակների աճ ա եղել, ոչ էլ բանակում կտրուկ տես փոփոխություններ եմ տեսել։ Ձևական ամեն ինչ, Նախպրոդը կամ գնդի այդ ճաշարանի գծով տեղակալները ուտելիքն են կրել տարել տները, վառելիքակսուքային այդ պաշտոնները ենթասպայից մինչև գնդապետ իրանք վառելիքակսուքային այդ նյութերն էին տանում, սալարկա բենզին, յուղն է, ինչ կա էլի։ Բանը պահեստամասերի գծով այդ իրանք էլ իրանց փայում էին տանում, բանակի ապրանքը տանում քաղաքացիական ծախում։ Դե ամենավերևներում էլ փայ են ստանում։ Վերջում քաղաքացին ասում է, պարոն Սեյրան Օհանյանն ասում է, մամաս քեզ անձամբ փողատվել ասում է դու խափում ես, դու սրիկա ես, դե ապացույց ոնց ապացույց են թվերին կամերա չկար։ Բայց ես ապացույցներ ունեմ եւ գրքերում էլա գրված։ Պարոն Սեյրան Օհանյան։ Հիմա մտել եք ազգային, չեք մտել ոնց որ ազգային ժողով, ոչ թոշակի եք անցել։ Ձեզ առողջություն երկար տարիների կյանք, բայց դուք շատ մինչև կյանքի վերջ լինելու եք պատասխանատու։ Իսրայելից այդ հայ գործարարը, որը գրքի մեջ կեղծանունն է գրված, չի նշվում իսկական անունը։ Եկել է մինչև Ադրբեջանին բեսպիլոտնիկ ծախելը, անօթաչու սարքերը, որ պատերազմում դրա շնորհիվ հաղթեց Ադրբեջանը, որ եկել է 13 թվին ձեզ առաջարկել։ Թիվը կարա շփոթում եմ 12, 14, 13, բայց չկան գիտեմ։ Ինչու եք հրաժարվել։ Որ ձեզ զգուշացնում է, ասում, լսեք ինչ եմ ասում։ Ես Իսրայելի պետության աշխատող եմ, հայ եմ։ Մտածելով Հայաստանից համար ուզեցել եմ, որ այդ զենքերը դուք առնեք։ Եթե դուք չառնեք, Իսրայելին ես չեմ կարա դեմ գնամ, Իսրայելը ծախելու Ադրբեջանին։ Շուտ ենք արել ձեզ առաջարկել։ Ինչու չեք առել, պարոն Սեյրան Օհանյան։ Փող չկար, որ փող չկար, բա դուք եք հարուստ։ Ձեր այդ ժամանակների նախագահները Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ինչու են հարուստ։ Եթե այս պետությունը քասի բա, չունի հնարավորություն քաղաքացին լավ ապրելու։ Դուք ինչպես եք հարստացել այդպիսի աղքատ երկրում։ Լավ ենա մեր տունն է։ 7 շունչ ենք, 7 հոգի ենք։ Եթե ես լավ բաներ ուտեմ իմ տանը, իմ երեխեքը սոված մնան, ես լավ հայր դարձա։ Եթե երեխեքը սոված են, ուրեմն ես էլ իրանց հետ պետքա սոված մնամ։ Կամ ուտեմ այն ինչ որ հնարավոր է։ Խնջոլոս, փիրփուտ, դաշտից ինչ հնարավոր է ձեռք բերել, որի համար փող չեն տալիս, որը կարաս դաշտից ձեռք բերես։ Ինչու չեք դուք տենց ապրել ձեր ժողովրդի մեջ։ Ինչու ամեն քաղաքում մի հատ օլիգարխ եք դրել այդ քաղաքի նայող, չգիտեմ, մեկը նախկին գեներալ էր, մեկը նախկին ոստիկանապետ էր, մեկը լավ իբրե բիզնեսմեն էր, բայց դուք եք հավանաբար բյուջեից ֆինանսավորել, աճեցրել։ Եվ ինչու ձեր ընտանիքի անդամները կարողանում են շատ հարստանալ, իսկ մեր հասարակահայացիները չեն կարողանում Հայաստանում հարստանալ ու 25-30 տարի շարունակ կազմակերպված ձեր արտագաղթի հետևանքով մարդիկ վերաբնակվելով աշխարհի տարբեր երկրներում, Եվրոպայում, Ամերիկայում, Ռուսաստանում ապացուցել են, որ իրանց մոտ ստացվում է բիզնեսը, իրանց մոտ ստացվում է լավ ապրելը ու այդքանից հետո էլ շարունակել են Հայաստանին օգնել, Հայաստանի բյուջեին փող գցել, մարաթոններ ա եղել, թե ճանապարհ սարքելու, թե չգիտեմ ինչ սարքելու Հայաստանում, Ղարաբաղում, այդքան փողեր են ուղարկել, այն նույն հայերը, որոնց դուք, այսպես ասած, կծահարել եք, նեղել եք, ճնշել եք, արտագաղթ եք կազմակերպել, բայց ապացուցվել է, չէ՞ որ այդ մարդկանց մոտ կա պոտենցիալ պետություն կառուցելու, հարստանալու, բայց դուք այդ հնարավորությունը չեք տվել։ Նորից եմ ասում, բա դուք եք հարստացել։ Մենք հարկեր ենք վճարել
Մենք պարտ չենք մնացել պետությանը, ինչու է մեր պետությունը պարտ մնացել Ռուսաստանին, այս մեկին, այն մյուսին։ Հələ մի հատ էլ ասում եք գույք պարքի դիմացը տվել ենք լավ ծրագիր է։ Ինչպես է տվել գույք պարքի դիմաց, որ դրանից հետո էլ դու պարկ ես մնացել։ Դրանից հետո նորից եմ ասում, Զանգեզուրի բենզամոլիբդենային այդ կոմբինատը, դե այս վերջերը Նիկոլը կարողացավ կեսը վերցնի պետականացնի թայ 25 չեմ անում քանի տոկոսը, բայց ամբողջությամբ գտնվում էր այդ մի քանի անհատի ձեռը եւ հավանաբար ես գնացել եմ, այցելել եմ ընդ գախնիկ հա ձեր համար, ռուսներ էին ընդ կանգնած պահակակետերը։ Եթե սա գախնիկ բացահայտեցի, չգիտեմ, ինձ երևի վտանգ չի սպառնում sense բաները բարձրաձայնելու։ Ինչու է ռուսը կանգնած հա մեր հանքերի վրա, այնտեղ ստուգում ավտոն հելի դուրս գա մտնի։ Ռուսներին նա այդ Սյունիքը, բայց մեկ Սյունիքը Նիկոլը տալիս է։ Ասում եք չէ Նիկոլը Սյունիքը տալիս է։ Արա Սյունիքը դուք արդեն տվել եք, դուք տվել եք Ռուսաստանին, տվել եք ինչ որ մի ֆրանսիական բարերար է, բայց հավանաբար սա Ռուսաստանին, որտեղ ձեր եղբայրությունը, ձեր պորտալարը կապված է Մոսկվայի հետ, կապված է Կրեմլյան ազնագազմի հետ։ Ու այդքանից հետո ինչ է շտապում եք ասեք, որ մենք ընդ արունը խմել ենք արդեն հանքային հանածոնները, բանը սա հանել ենք, սա բան չկա, մեկա, խիա տալիս, չի տալիս։ Հայաստանը ունի բոլոր պոտենցիալը, հանքային ռեսուրսները, ֆինանսական, ֆիզիկական, բոլոր առումներով Հայաստանը ունի պոտենցիալ զարգանալու։ Եվ այդ ուղին ընտրել է արդեն։ Դուք կարող եք օգնեք, չեք կարող նորից եմ ասում, ես լուրջ եմ, ես քնած չեմ, ես ձեզ հետևում եմ։ Ամենայն հարգանքով, եթե դուք քաղաքավարի եւ պետությանը նվիրված գործողություն կատարեք, ես ձեզ թիկունք։ Չասեք, չմտածեք, ես իշխանական մարդ եմ, ես պետականամետ մարդ եմ, եթե իշխանությունը սխալ գործողություն է կատարում, դուք դրա մասին խոսում եք, ճիշտն եք առաջարկում, իմիջիալոց սխալ բանի համար որ խոսակ, էլի չեմ ձեր կողքին կանգնում։ Դուք պետք է առաջարկություն անեք, որ իշխանություն, էսի սխալ ես ասում, այսի է ճիշտը։ Ունեք այդքան գիտելիք, ունեք այդքան ցանկություն, եթե ունեք գիտելիք եւ ցանկություն, լծվեք այդ գործին։ Իսկ ես կողջունեմ կողքից։ Առայժմ այսքանը ժողովուրդ ջան, շատ երկարցրի։ Սա օգոստոսի 2-ն էր, ազգային ժողովի 5-րդ գումարման խորհրդարանն արդեն։ Հուսով եմ իրանք իրանց գործը լավ կանեն, այնքան լավ կանեն, որ ես արդեն դադարներ տալով օրը մեջ շաբաթը մեկ կանդրադառնամ քաղաքական երևույթների, կանդրադառնամ ավելի շատ մարդկային բարոյական երկրում պոզիտիվ բաների մասին։ Ինչը ավելի շատ եմ ուզում, ավելի շատ եմ սիրում։ Ես զգում եմ, որ հայ ժողովրդի մեջ պոզիտիվը պակաս է եւ ձգտում է բաց պոզիտիվի։ Մի մեծ մասը ուզում է պոզիտիվ։ Բերեք պոզիտիվը նաեւ սկսենք քաղաքականության մեջ ու ես այդ պոզիտիվը կներկայացնեմ։ Լավ մնացեք, առայժմ այսքանը, հուսով եմ իմ նախազգուշացումը ականջի հետև չեք գցի։ Արցախի ներկայացությունը ականջի հետև գցեց։ Ժամանակի հարց էր, 3 տարուց հետո թռան աչուձախ։ Մեր հայ արցախայությունից էլ վատը զգացող տխրվող ժողովուրդ ջան, հարգելի արցախայություն։ Այդ մարդկանց դե ներկայությունը, եթե ասեք 3 տարվա մեջ բան ա տվել, ես էլ ձեր հետ կտխրվեմ։ Թաշկինակս կհանեմ, կարտասվեմ։ Բայց եթե իրանք բան չեն արել, դա նշանակում է նախ իրանք իսգոյ են, երկրորդ իրանք չունեն բավական խելք, գիտելիքներ, պատկերացումներ, որ ինչ որ բան անեն ժողովրդի համար, եթե ունենային ձեզ առաջի հերթի շրջափակման ժամանակ, հենց կանային, որ դուք մնայիք ձեր հայրենիքում, շրջափակումը կվերացնեին, կգնային պայմանավորվածությունների ու չեն գնացել։ Այնպես որ ազգային ժողովի падգամավորներ շատ շտապ եք ուրախանակ, ասեք դե արդեն մտել եք ընդ ինչ կուզենք կանենք, ձեզ ընտրողի աչքերը բացվելու է։ Մեկը ես կօգնեմ, այն մեկը կօգնի, դուք ձեր սխալներով կապացուցեք, որ դուք արժանի չէիք մտնել։ Ձեր ընտրողը ձեր աչքը հանելու է, բառից փոխաբերական իմաստով։ Հետո էլ չասեք ֆիզիկական բռնության կոչարել։ Լավ մնացեք, սիրելի հայրենակիցներ, ամենալավն ու բարին մեր պետությանը, ամենալավն ու բարին եւ խելք ու իմաստություն ազգային ժողովում նստած այն մարդկանց, ովքեր որ գնացել են աշխատելու, այլ ոչ թե ընդամենը փնովելու, ցեղ շպրտելու։ Այսքանը կապով կլինենք։